ամենագեղեցիկ երեկոներից մեկը, երբ խմբով Հնդկական օվկիանոսի ափին նշում ենք ծննդյան տարեդարձ, իսկ ընդամենը 3 ժամից պետք է մեկնենք Մալդիվյան կղզիներ։ Miracle Tour Travel-ի կազմակերպած Սպոյի հետ Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուրը վայելում է Շրի Լանկայում վերջին երեկո։ Տոնավորում ենք Աննային ծննդյան օրվա արդիվ։ Բարում են, ուրախանում եմ բոլորը, իսկ ես անակնկալ բոլորի համար նվագում եմ կիթառ եւ երգում։ Ինչ որ ուզես Մարտի 7 Կոլոմբոյի օդանավակայանից տեղափոխվում ենք դեպի Մալդիվյան կղզիներ, առավոտ ժամը 6-ն է եւ մենք գնում ենք Մալդիվյան տուրի։ Ընդամենը 1 ժամ թռիչք եւ վերջ, հեռվում երևում են Մալդիվյան կղզիները։ Դե ինչ ժողովուրդ ջան, մենք արդեն Մալդիվյան կղզիներում ենք, այս մեր օդանավակայանն է եւ մենք ուղևորվում ենք Մաֆուշի կղզի։ Մենք Մալդիվներում ենք, խումբը ամբողջովին էստեղ է, նայեք։ Հիմա մեր նավը սպասում է մեզ ու մենք կտեղափոխվենք Մաֆուշի կղզի Miracle Tour Travel Սպոյի հետ։ Արագընթաց մոտորանավակով հասնում ենք Մաֆուշի կղզի, ստանում ենք հյուրանոցի սենյակները եւ քանի որ առավոտյան դեռ ժամը 10-ն է, հենց առաջին օրը ամբողջովին վայելում ենք Հնդկական օվկիանոսը։ Տեսեք մեր հյուրանոցի լողափը, ամենագեղեցիկ ափերից մեկը Մալդիվներում եւ դա Բիկինի Բիչն է։ Ամեն երեկո ընթրիկը կազմակերպվում է ուղիղ Հնդկական օվկիանոսի ափին եւ այս ֆանտաստիկ մայրամուտի ներքո։ Դե ինչ Մալդիվներ առանց ռոմանտիկ երեկոների եւ լավ տերներով սեղանների հենց օվկիանոսի ափին։ Հաջորդ օրը ամբողջովին ազատ ենք, իսկ երեկոյան գնում ենք նավի վրա մարտի 8-ը նշելու։ Պատկերացնում եք ժամանցային դիսկոտեկ նավ, որը գտնվում է ոչ թե ափին, այլ ուղիղ Հնդկական օվկիանոսի մեջ։ Չկա ասենց բան, շատ սիրուն է Մալդիվները։ Այնինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ, ժողովուրդ ջան, ես այս պահին գտնվում եմ Մալդիվյան կղզիներում։ Սա Մաֆուշի կղզին է, մեր ամենասիրելի կղզիներից մեկը Մալդիվներում եւ այսօր վերջանում է Շրի Լանկա Մալդիվներ հերթական խմբային տուրը։ Սա վերջին օրն է, մենք գտնվում ենք Մաֆուշի կղզում, իդեպ ասեմ, որ մենք 6 օր եղել ենք Շրի Լանկայում, այնուհետև 4 օր Մալդիվյան կղզիներում, Մաֆուշի կղզում եւ 4-րդ օրը, քանի որ ինչպես գիտեք շատերը 12:00-ին սենյակների հանձնման պրոցեսն է տեղի ունենում, բայց մեր թռիչքը երեկոյան 11-ն է, այնպես որ մենք մինչև ուշ երեկո դեռևս լինելու ենք Մալդիվներում եւ դա շատ լավ է, տուրիստներին շատ դուր է գալիս, որ միանգամից չենք լքում Մալդիվյան կղզիները, այն որ Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուրի մասին բոլորը միանշանակ եւ միաձայն ասում են, որ ֆանտաստիկ տուր է եւ այսպիսի տուրին մասնակցելը պարզապես երազանք է, ես ինքս գիտեմ հենց դրա մասին, բայց ամեն անգամ տուրիստներից լսելով էլ ավելի ոգևորվում եմ, որովհետև սա մեր հեղինակային տուրն է, Miracle Tour Travel-ի կողմից կազմակերպված Սպոյի հետ մենք օր ու գիշեր նստել ենք եւ մտածել ենք այս ամեն ինչի մասին, գծել ենք այս տուրը, որը որ շատ հետաքրքիր քայլ էր տուրիզմի ոլորտում հայկական, երկու տրոպիկական, էկզոտիկ կղզիներ, խմբային տուր 11 օր, ներառված գրեթե ամեն ինչ կարելի ասել, էքսկուրսիաներ Շրի Լանկայի ամենատեսարժան վայրերում, ամենաբարձր մակարդակով, 2 սնունդ թե Շրի Լանկայում, թե Մալդիվներում, որպեսզի սնունդի կարիք ընդհանրապես չզգան։
լավագույն հյուրանոցներ առաջի գծում հենց օվկիանոսի ափին իրենց սեփական լողափերով, էլ ինչ է պետք ավելի լավ հանգիստ կազմակերպելու համար եւ իհարկե մեր կազմակերպչական ջիղը, մեր կազմակերպչական պրոֆեսիոնալիզմը, որը էլ ավելի հետաքրքիր է դարձնում այդ ամեն ինչը եւ էլ ավելի անվտանգ է դարձնում այդ ամեն ինչը եւ մարդիկ պարզապես իրենց զգում են շատ բարձր կոմֆորտում մասնակցելով մեր խմբային տուրերին յուրաքանչյուրին, բայց քանի որ այս պահին ես գտնում եմ Մալդիվյան կղզիներում, ես ուզում եմ խոսել կոնկրետ Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուրի Ջորջան, մենք մարտի 1-ին տեղի ունեցավ մեր թռիչքը Երևանից դեպի Շրի Լանկա, սկզբից Դուբայ, այնուհետև Կոլոմբո։ Իսկ մենք հետո Կոլոմբոյից տեղափոխվեցինք հյուրանոց, ես տեսանյութերը ամեն անգամ տեղադրում եմ, թե ուղիղ եթերներ եմ ունենում, թե ռիլերի տեսքով, թե սթորիների տեսքով եւ հետո արդեն ամբողջ հաղորդման տեսքով, թե ամեն օր ինչ ենք արել, ուր ենք գնացել եւ ասեմ, որ ես ամեն անգամ երբ որ լինում եմ այս ձևի էկզոտիկ տրոպիկական երկրներում, ինքս առաջի անգամ փորձում եմ շատ բաներ, որոնք որ գտնում եմ, որ տուրիստներին հաստատ դուր կգա եւ արդեն հաջորդ անգամ մատուցում եմ մեր տուրիստներին, որպեսզի իրենք նույնպես օգտվեն այդ ամեն ինչից, ասեմ, որ հենց այս տուրից առաջ ես իմ վիդեոները երևի շատերը տեսել են, այստեղ Շրի Լանկայում ավելի ճիշտ ես փորձեցի ակուլա, մենք հիմա շատերի համար դա ինչ-որ սենց վաու բան է երևում, բայց ինքը նույնպես ձկնատեսակ է, նույն թառափը կամ այլ ձուկ, երբ որ դուք ուտում եք, հենց ձկնային աշխարհին է պատկանում, շնաձուկը նույնպես պատկանում է այդ աշխարհին եւ ես առաջի անգամ փորձարկեցի շնաձուկը, ինչ շատ դուր եկավ, իդեպ այստեղ շատերը հենց Շրի Լանկայի բնակիչները արդեն դարերով ուտում են այդ ուտեստը եւ արդեն այս անգամ մեր տուրիստներին առաջարկեցի, որպեսզի միասին բոլորս փորձենք այդ տեսանյութը դուք կտեսնեք մինչեւ սա տեղադրված կլինի արդեն եւ գնացինք հատուկ ռեստորան, որտեղ որ արդեն 1 օր առաջ ես պատվիրել էի շնաձկերը, հիմա կադրեր ցույց կտամ այդ ամեն ինչից։ Հիմա մարտ ամսին կրկին Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուրով եկել եմ ակուլա ուտելու, բայց ոչ մենակ։ Հələ ստեղ հայերը ակուլա ուտող ժողովուրդը։ Ու հիմա մի քանի ակուլաներ են բերելու, ահա երկրորդը, երրորդը, խնդրում եմ ցուցադրեք եւ երկրորդը եւ երրորդը։ Ու բերեցին մոտ 5 շնաձուկ, մենք բոլորով նստանք, վայելեցինք այդ ամեն ինչը, հետո արդեն պատվիրեցինք հնդկական օվկիանոսի կարմիր մեծ ձուկը, նորից շատ համեղ էր, շատերը լոբստերներ պատվիրեցին։ Մի խոսքով շատ հետաքրքիր անցնում տուրերը, բացի այն, որ էքսկուրսիաներ ենք ունենում, նաև այսպիսի ֆանտաստիկ փոքրիկ տուրեր ենք ունենում, նախուտեստային եւ ուտեստային, այնպես որ յուրաքանչյուր երկրում այդ ամեն ինչը իհարկե շատ սիրուն, մենք այդ ամեն ինչը հաշվարկելով, կազմակերպելով, նախապես այդ ամեն ինչը փորձարկելով մատուցում ենք մեր տուրիստներին, որպեսզի կարողանան իրենք նույնպես վայելեն այդ ամեն ինչը։ Ես հիանում եմ ամեն անգամ Մաֆուշի կղզիով, ճիշտ ասած, այստեղ արդեն ընկերներ ունեմ շատ, հենց տեղացիներից, որ ինձ տեսնում են շատ ուրախանում են, մենք բարևում ենք իրար, կանգնում ենք, խոսում ենք, ոնց որ դու ինքդ քո հայաթում արդեն քեզ զգաս, որովհետև ես 4-րդ անգամն եմ արդեն այս կղզում ու շատ եմ սիրում այս կղզին, նույնիսկ տուրիստները, ովքեր որ իմ հետ լինում են, հետո այդ խմբային տուրերի տեսանյութեր են տեսնում անձնական նամակներով, ինձ գրում են վայ, սպո, ինչ լավ էր, վախ, ինչ հիշողություններ էր, վախ, ինչ թույն էր, ինչ գժական էր եւ իրոք հենց դա այդպես է։ Ես տեսեք քայլելով հասա մինչև քանի հյուրանոցային համալիրների մոտ, որտեղ որ մեր հյուրերը հանգստանում են, հենց այդ հյուրանոցներում մենք արդեն ամեն անգամ 4-րդ, 5-րդ անգամ գալով էստեղ հենց այդ հյուրանոցներն ենք վերցնում, այս կանի հյուրանոցի լողափն է առաջի գիծ Բիկինի Բիչը հայտնի, հենց սա է, որտեղ եւ մեր հյուրանոցն է, այսօր հյուրանոցի շենքերը, պայմանները ու ափը պատկաս մեկ ինչ գժանոց հանգիստ է, շատ եմ սիրում Մաֆուշին։ Իդեպ ասեմ, որ նոյեմբերին մենք ունենանք եւս Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուր, նոյեմբերի 1-ից 11-ը տեղի կունենա կրկին շատ էկզոտիկ, շատ տրոպիկական, արդեն բոլորի կողմից սիրված տուրը, այնպես որ շտապեք ամրագրել ձեր տեղերը, որպեսզի նոյեմբերին իմ հետ հայտնվեք այստեղ։
Շրի Լանկայում եւ Մալդիվներում։ Եվ այսպես սա վերջին օրներ մեր տուրի ես նորից շատ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր ինձ հետ գտնվեցին այստեղ, ես իրոք շատ սիրեցի այս խումբը։ Ինչ ասեմ, կհանդիպենք երևի արդեն հաջորդ տուրերի ժամանակ, ձեր հետ է Սպոն, սա Շրի Լանկա, Մալդիվներ խմբային տուրներ, մենք 4 օր վայելում ենք այս գեղեցկությունը, այս ափին ու երբ որ վերջանում է, արդեն տխրում ենք։ Բայց ինչ արած, մի 2-3 օրից արդեն կհանդիպենք Թայլանդում, քանի որ 2 օր հետո սկսվում է Թայլանդ խմբային տուրը Սպոյի հետ։